Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված, որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք։ Ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացվի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություն էր, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ Մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաեւ իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ նաեւ ուղղորդում էր նաեւ քննչական մարմինների եւ դատական մարմիններին եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Իսկ ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ այդ արված հայտարարության հիման այսքան ժամանակ ինչի է։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել, տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել, ծանուցել։ Միքայել Սրբազանը ասեց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք, մեր պաշտպանական թիմը։ Ոչ։ Իսկ սպառնալիք էր եղել, որովհետև մարդիկ թույլ չէին տալիս, որպեսզի Աջապայանը գնար եւ ի վերջո նաեւ միջադեպերով դուրս բերվեց Մայրաթորից։ Սպառնալիք էր հնչել կրկին գրոհել, այսպես ասեմ, Մայրաթորը ուժայինները նորից էին հետ գալ։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային, կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց, բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար, ամբողջ գործընթացը անհիմն է, այսպես ասեմ։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք, այսինքն այս բաներ քննչական որոշում կայացնի, այո։ Իսկ դատապետ չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ Այո։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Մոտավորապես որ ժամին դիտելինեք դատարանը։ Այսինքն դելի գիշերը կքննեն։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք տեղեկացնենք։ Որտեղ է մնալու։ Մինչև վաղը երեկոյան 6-ը դատարանը պետք է։ Դե կարող է առավոտյան օրինակ ժամը 7-ին նիստ նշանակի։ Հա, անպայման Facebook-յան էջում կտեղադրենք։ Երկու անձնակալական ժամանակություն է։ Այս բանի մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդ է ներկայացնելու։ Այսինքն հայտնի էլ չի ով է քննելու դատապետը։ Ոչ։ Պարոն Զորաբյան, իսկ արդարադատության ընդհանրապես սպասել կարելի է, եթե վաղ առավոտից, երբ դեռ անգամ Միքայել Սրբազանը մայրաթորում էր, այդ տարածքում էր, արդեն իսկ քպականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձերբակալվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել 1 ամիս ժամկետով, ինչ որ պատճառներ, որոնք ցենզից դուրս են ու ես չեմ մեջ բերի, բայց պատճառներն էլ էր նշում, այսինքն եւ ժամկետեր նշում եւ նշում են, որ պետք է կալանավորվի եւ քպականներն էին դա տարածում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արդարադատության, այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչ հետ են գործ ունենալու։
Բնականաբար այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք, Ժողովուրդ ջան։ Այստեղից հիմա գնալու եք ձեր մարտավարությունը, որով Մենք գնալու ենք մեր աշխատանքը կատարենք։ Սրբազանի տանելու են դատարան։ Այո, տանելու են դատարան։ Ինչու եթե հայտնի չէ Դե Նորցանդ միասին պետք է ներկայացնեն կարգ այդպես է։ այդպեսին է ձերբակալումից հետո 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացնեն դատարան միջնորդությունը եւ իրեն միասին։ Այսինքն ԶՊՎ-ում չի մնալու, այլ մնալու է գիշերելու է դատարանը։ Դատարանի համապատասխան հատվածում տեղ կա, որտեղ ձերբակալված անձին պահվում են, այդ հատվածում պետք է սպասի, մինչև դատական նիստը լինի։ Իսկ ինչ հոգեվիճակում է Սրբազան հայրը։ Սրբազան հայրը շատ լավ հոգեվիճակում էր։ Իսկ առաջ գործարան Շիրակի, որ մտել էին խուզարկության նպատակով ինչ-որ բան հայտնաբերել են թե չէ։ Մանրամասներին տեղյակ չենք, հիմա մենք մյուս գործընկերներից փորձել ենք ամբողջ տեղեկատվություն հավաքել։ դերություն կա Միքայել Հակոբյանի ստորագրությամբ, որ ինքը լիովին բավարարված իր ծառայությունով ինքը հոգևորական ուղղություն է իր անունը նշանակել վարչապետի տեխնիկացիների շարքում դուք եք դրել ձեր էջում։ Այո, քանի որ մենք նաև տեղեկացանք, որ նման քննարկումներ է գնում եւ Միքայել Սրբազանի անունը քննարկում է վարչապետի տեխնացուների շարքում, Միքայել Սրբազանը հստակ իր դիրքորոշումը արտահայտեց եւ խնդրեց, որ մենք դա հրապարակենք, որ ինքը բավարարված է իր հոգևոր ծառայությունից, այսինքն ինքը որ հոգևոր առաքելությունից չի պատրաստվում շեղվել եւ բնականաբար դեմ է, որ իր անունը քննարկեն այդ տեխնացուների ցանկում։ Զոհրաբյան, ճիշտ է չեք ուզում մեղադրանքից շատ խոսել, ես հարցը հնչեցնեմ ամեն դեպքում։ Իշխանության զարգացման մասին ճիշտ է հիշում, որ Սրբազանը խոսել է 23 թվականին։ Եթե այո, այդտեղ դա ինչ է, կարծիքի արտահայտումը թե ոչ, ես հարցնում եմ, բայց Տեսեք, ես շատ բաներ հիմա չեմ ուզում ասել, բայց ուրեմն քրեական օրենսգրքի այդ հոդվածով նախատեսված կոչ չի կարող լինել, ուղղակի չի էլ եղել։ Մենք բնականաբար ընթացքում ավելի մանրամասների մասին կխոսենք, Պաշտպան պարոն Սարգսյանի կողմից հստակ հարցադրում ներկայացվեց, որպեսզի մեղադրանքի հետ կապված մեզ որոշակի ճշտումներ անեն, որովհետև դա պարզ չէր, փաստական կողմը մեղադրանքի։ Ինչևէ, մենք դատարանում դրա հետ կապված ավելի մանրամասն կներկայացնենք, այնուհետև ըստ անհրաժեշտության նաև հանրությանը։ մեղադրանքի մասին Սրբազանը ինչ բան ասաց, Այսպես ասեմ, Սրբազանը բնական է մեղադրանքը չի ընդունում եւ բոլորս էլ լավ գիտենք, որ Սրբազանը քննադատական խոսքի հնչեցրել։ Այդքան բան։ Այսօրվա իրավապահների մոտեցումը նա է, եթե ձեզանից որևէ մեկը այսօր կանգնի ասի, որ այս իշխանությունը պետք է փոխվի, վյով պետք է փոխվի, իրենք սա դիտարկում են որպես իշխանազավթում, իշխանությունը փոխելու կոչ, այսինքն ձեզ բոլորին, մեզ բոլորին փորձում են լռեցնել այս եղանակով, որպեսզի որևէ քննադատություն չհնչի, որովհետև այն ինչ որ ասել է Սրբազան իր ելույթում, դա ընդհանրապես քննադատություն է իշխանություններին եւ որտեղ ընդհանրապես իր կարծիքներն արտահայտել։ Այսինքն այն որ խոսում է, որ մենք ժողովրդավարության բաստիոնն ենք եւ այլն, իմացեք այսուհետ իրավապահների մոտեցումը սա է։ Եթե կքննադատեք այս իշխանությունները, ուրեմն այս հոդվածը բոլորիդ համար նախատեսված է։ Տեսա։ Սամվել Կարապետյանը նույնպես նույն հոդվածով էր, եթե չեմ Դե իրանց համար Գիտեք, սա մի նպատակ է, հետապնդում բոլորին լռեցնել։ Ցանկացած անձ, ով կարողանում է հեղինակություն ունի, կարողանում է երկու հոգու իր խոսքը տեղ հասցնել, իրեն կալանավորում է։ Սա է։